Մի գործ չունես դու, ոչ կարմիր խնձորի է, ոչ էլ սիպտական։ Խնձորի է, դա քու գործը չի, թե կարմիրա, թե սիպտակա, դա քու գործը չի, բա, քու ինչ գործ դա, կարմիրա, թե սիպտակա։ Ճիշտ չի, բայց ինչ անես, դա քու ձերն գալի չի, քու ձերս ինչա գալի, գրես ոչ չի։ Այս ժամանակների ազատությունը, ջահելների վարք ու բարքը շնորհեցի Ռիմատատի սրտին ու մտքին չափազանց խորթ են, իրենց ժամանակների հանգստության, խաղաղության ու համեստության հետ անհամեմատելի։ Մի բաց են ան բաց մանգալու։ Ի՞նչն են բացում։ Դոշերը, osmats դա գործը չի, ինձ դիրա գալի։ Դու փոշմանում ես քո ասած բանից։ Ղիասես։ Հəmdi մի մարդատեր կանանիկներս է հակնում։ Ես նրան ինչ ասեմ էլ, նա երեխա ունի, տուն ունի, տեղ ունի, ես նրան ինչ կարամ ասեմ։ Մեր վաղտ խելոք մար աղջկեք են էլ շատ խելոք։ Միս ինչ են, երկրորդ դեսանց սիրած են ունենում։ Ամոթ կար, ամոթխածություն, մեծ ու փոքր, թասիբ ու հարգանք կար։ Ռիմատատն էլ մի ողջ կյանք հենց այդ սկզբունքներով է առաջնորդվել ու փառք Աստծո լավ տուն ու տեղ ստեղծել, հարգվել ու սիրվել թե հարստության ու թե սկեսուրության տարիներին։ Հիմա հին ու նոր աշխարհների ճամփաբաժանում մոլորվել ու փորձում է ճիշտն ու սխալը հասկանալ։ Ման չէիր ընդու, ման չէի։ Ես հղիությանից որ հղել էիր, ման չէի որ պատրոնի առաջին դուրս գաս կամ դուրս գնաս։ Aman չէին ընդու, համյո aman չում, փորնեմ բացման են գալու, հենց խալատ հակնեին գորրևեր ոչ էլի։ Հիմա եթե խալաթ հագնողել կա միայն իր հասակակիցներն են, իսկ նամուսով շոր հագնելը փաստորեն էլ մոդայիկ չէ, բացահայտել է տատը, էլի բաներ կան, որ ընդունելի չեն։ Օրինակ մի կերպ հարմարվել էր աղջիկների ներկվելով դզվել փչվելուն, հիմա էլ մոդա անկավ սիլիկոնե տիկնիկներ դառնալը։ Ու կարծես այդ դեռ քիչ է քաղաքից եկած հարևանի հարցն էլ ասել է, բա գիտես տղամարդիկ էլ են սիլիկոնից դոշ ու քամակ սարքում։ Ինչի հիմար հարցրել է տատն ու պատասխան չի ստացել, բայց իմացել է, որ քաղաքի տղաներն էլ են մանիկյուր, պետիկյուր անում։ Զարմանքի ծերեսը վեր է բերել, իրենց ժամանակ թե որ նման բաներ չեն եղել, պակաս լավ ուզողներ ու հվանողներ են ունեցել, ասում է տատը։ Հիմիկու հակուկապ եմ դուր գալիս, նրանն էլ եմ դուր գալի, բայց են որ կարճ հակնում են վեսեմ են ինչ, բանա դուրդ կգա, դու ջահել ես քու դուր գալիս է, որ նրանք թե կապերը, մեմունի շուր են հակնում էլ հա, են ակու բնականը թող մնա էլի։ Ինչ են անում։ Ես ինչ գիտեմ, ես նրանց գաղապարը պրոշներն են իրեն հստացնում, որ պրոշ ասչի, դու լավը չես, չէ այդ կարալ չեմ ասում, ումա պետք է դահմի, ինչ ժամանակակից, պրոշը բծրասնել դուր ժամանակակից եմ, Ենակ ծող գուբնական կեն, ավել չի ձերն գուբնական կեն կամ գնաս ստացնես, անշնոկացնես։ Մազերը ներկել կարելյա։ Բայց ինչի՞ չես ներկել մազերը։ Ինչի մաներկեմ, ներկեմ փորեմ տալի, ինչի սա պետքը։ Որ ներկեմ ջահելանալ տիմ, իմ ռեխեք ստաղլեն է, ես հոգով ջահել է, ինձ պետք նամազ ներկելը, չէ։ Ես թե մարդկի անց հետ ոչ ընգերութեն եմ անում, ոչ էլ ուզում եմ նրանց անումը լսեմ, սիրում չեմ ես դեմը։ Կնիկը թե աղջիկը թե մարդը պատի իրա, ինքը իրա եսը պահե, ոչ թե անշնուկ բաներ անե կամ թե չէ, անդիրը էլի թե բաները։ Թե աննամուս ես մաշ լսում եմ, ոչ էլ գիտեմ։ Ինչի սա պետք է թե դրանը աննամուսութինը։ Ես իմ տանը իմ գործն անում եմ իմ երեխեք գնում են դասի գալիս են տենում ճաշներ փածամ ինչ արած դրած ուտում են։ Հա, ընդունում է, իրենց ժամանակ կյանքն էլ մի բան չէր, միամիտ էին, ամեն ինչից անտեղյակ, խելոք, շատ խելոք ու հնազանդ, բայց դրա հետ մեկտեղ երջանիկ էին չունեցածով ու իրարով։ Սա էր կյանքը, իրենց կյանքը։ Դե հիմա հարս կեսուր հարաբերություններն էլ վայ, ոչ ասելու է, ոչ էլ տեսնելու, ասում է Ռիմատատը, բայց շրջանցել թեմայից չի ստացվում։ Ես ստիլում էլի վերջ, իմ ասածը տելի, կեսուր չեն սիրում, պատրոն չեն սիրում, տալու տեքրե չեն սիրում, ուզում են իրանք առանձին ապրեն, կյանքը ուզում են վայել են էլի, վշտելի տան, իրանց մարդի հետ վշտ, բա կեսուր նրանց պետք կնա,
Էվել ջարմայել վերնեյուն։ Համյով ամանչոն։ Հենց բանկասին դու գիտենալ չէ դու գլուխը տենը կտանձ վեր իմանաս ոչ։ Համյով ամանչոն։ Ամանչոն կնիկ չկա։ Որ դուր չգալ ինչ անես, ինչ կարաս անես, ոչ մի բան չես կարանես։ Ես եմ, դու կա ով ես դու։ Կեսուր ես ու կեսուր տեղը վերին գատկաց։ Ընդամենը 18 տարեկան էր մի դեռատի աղջիկ, որ սկի չէր էլ հասկանում ամուսինը ով է, ամուսնությունը որն է, բայց երբ Ռիման Սաբա բարեկամի միջնորդությամբ հարսնության գնաց, մայրը մինչ այդ աղջկան պատգամեց՝ լավ հարս կլինես, սկեսուր սկեսրայրիդ կհարգես, կպատվես, իսկ այն ինչ կտեսնես ու կլսես, ամուսնուդ տան պատերից դուրս չհանես։ Ես գիտեի, որ ինչ ասեն էլ պետք անեմ։ Ես գիտեի, որ հարսը գնում ինչ ասում են պետք անես։ Ոչ թե ասում չէ, ես կարալ չեմ մնում։ Ինչ ասեն, եկել եմ առաջի դեռ մի տարին թմանված չելել, ինձ գրգել են Սարա։ Իմ կեսուրն ասավ, կալչիկով կթե իմ պատրոնը ասավ, ինչ կարալ կսվորի։ Գնացել եմ Սարա, երեխես պուջուրել էր, մի տարուց հետն են գնացել, պուջուրել երեխես եմ կացել գնացել Սարա։ Կարա էր ասել, չեմ, ոնց կարա էր ասեմ։ Դով կար ոչ է, ինչ ասին պետքա օրենքա լսես։ Այդ ֆայմել չեմ, որ ասեմ գնում չեմ ինչ կանեմ, ես իմ ինչ դեին անել։ Ինչ դեին անել, կասեն գնում չես վիկուտ գնաց երտում։ Ես որ գնացել երտում ոնց կլեր իմ մերեն ամոթեր ընդով բաժանվելը, ընդորվա օքներ հիմա ամոթեր, որ ամուսնանատ բաժանվես։ Ամոթեր, ինչ դա տիղըտ նեղերել է պետքա կացել էր։ Ես սկացել չեմ ոնց եմ եկել, ոնց եմ գնալ, ուր եմ գնում, անհասկանալ եկել եմ ամուսնացել։ Քանի տարեկան եք իսկ։ 18, բայց 18 ընդորվա 18 հիմի 12 տարեկան երեխեք ամեն չել սկանում են, ընդով բան էլ սկանեինք ոչ։ Մենակ սկանեինք, որ հացը լիուտենք, էդ էր, ուժ զատ չկար։ Հեքիաթային գեղեցկություն ունեի, սիրունատես Ռիմա տատն է հիշել ջահել տարիները։ Խնամախոսները հանգիստ չէին տալիս միայնակ մորը, որ չելացության մեջ միայնակ 4 երեխաներին պատվով էր մեծացնում։ Ու այդպես Ռիմայի բախտը բերեց լավ փեսացու հանդիպեց ու բախտի մեջ թաղվեց։ Քյասիբությունից, չելացությունից դուրս եկավ ու հարուստ ընտանիք հարս գնաց։ Ասել է, թե շնողնեցի Գուրգենի հետ շուրջ 50 տարի մեղր կյանք ապրեց։ Ու փառք Աստծո, այդ մեղր կյանքը մինչ օրս էլ ապրում է, արդեն երեխաների, հարսների, թոռ ու ծորների հետ։ Դպրոցականի եկան խնամխոս իմ մերն էլ որ կնիկ էր ապրելած և չունեինք պակասեր հերս բանակ էր գնացել եկել չեր մերս էլ 4 երեխա ուներ այդ բանակի վաղտ երկուսը մի շաբթը մահացան ծաղկիցը ծաղիկ ընկան 4 էլ երկուսս մի աղբերս մի ես մնացինք մի աղբերս մի քիրս գնաց ծաղկենդով ծաղիկը մի շեշտա չէ, այդ ընդով ծաղկից մերն են չի։ Ամուսնացրին եկել եմ լավ օջաղ անգեր, լավ օջաղ, ուզացիվ կես օջաղ, լավ կեսուր, լավ պատրոն, լավ տալներ, լավ տեքրն եմ ունեցել, ընդենեկա ստի վաղտի մեջին թաղվեց։ Հվանելուց ես սկանեի ոչ թե հվանում եմ թե չէ։ Բայց համակրեցի։ Համակրեցի։ Իմ չապ, իմ վեդը սիրուն, լավ տղա էր, սիրուն, ակուրատնի տղա էր, իմ տղի պես է, ես պուջուր տղես էսա։ Ու այնպիսի մի հարսանիք արեցին, որ մի ողջ շրջան զարմացած մնաց, լավ սինիներով, սպիտակ ճոխ հարսի շորով, Թիֆլիսից եկած հարուստ բարեկամներով ու զուռնա դհոլով։ Էլ որը հիշի, որը թողա չգիտի Ռիման, բայց մի բան հաստատ գիտի, այ դա էր իսկական հարսանիքը, որ գյուղի մի ծայրից սկսվում, մի ծայրից վերջանում էր, թե չէ հիմիկվա հարսանիքները ոնց որ թատրոն լինի, քանդրբազի ելույթ, թե ովում կզարմացնի առանց բովանդակության, ձևական մի բան, որ տատի սրտով չեմ։ Են թվերի հերսանիքը զուռնադհոլով վոտով, շնողնային ծեծը վոտով, նվակելով, պարգալով բերի, հմի ասում են հերսանիքն են տանում են բանումը, սրահումը, հացմած սարքում ու տուղ մեն դուշ կալի պրծավ, ընդով է մատնուկտեի զադերան են, բաներան են, հմի չկա այդ բաները։ Տատիկ, դեզ ինչ են տվել հարսանիքին։ Համար է, թե մատնուկ են տվել, ժամատուց են տվել, հատար բան ընդով շոր ու մորտեի, հմի թանք բաներ են տանում, դով փող չկար, ընդով դժվար
դժվար մոմենտեր։ Հարսի շորել են հագցրել, քողել են դրել գլխիս, ամեն ինչ տեղին արել են, ամեն ինչ։ Լավ տալներ եմ ունեցել, լավ կեսօր պատրոն եմ ունեցել, ինձ մարել են։ Եկա հարուստ եկել եմ հարուստ օջախ ընկել, հարուստ։ Ես քասիպ տեղից եկել եմ հարուստ օջախ ընկել։ Դե շուտ չեմ ասում, ճիշտն եմ ասում ես։ Բան չի սկանեի ես այդ պահին։ Սկանեի որ եկել եմ հարուստ օջախ ընկել, ամեն ինչ էր կա իմ Հորաստան կար, ոչ լիքը։ Չիմ գրում ես։ Եկել եմ ստեկել եմ տել տանը 3 հատ տալն ունիմ, մի տեքրն ունիմ ազապ։ Ես այդ տանը վենձն եմ ելել։ Իմ պատրոնն ասել է, այս տունը դուտիս ես տանը կենալ, այս տունը քուննա։ Թենց էլ կացել եմ իմ 3 տալին, պուճուր տալս 10 տարեկան էլ որ եկել եմ։ 10 տարեկան էլ որ եկել։ Կշտիս ամուսնացել եմ, նարսան եկել էլ գնացել եմ, ես էլ այս տանը մնացել եմ։ Նրանք ինձ մածարայել։ Իմ տալները վիրենկացել, արել, դրել, մաքրել ամեն ինչը, ես էլ ինձ հանգիստ եմ ռեխին պահել եմ։ Արքաստով մի լավ ռեխիկ ունիմ, նրանք բերում են, ես էլ ուտում եմ արխային նստած։ Գուրգենը Ռիմային շատ սիրեց ու նվիրվեց։ Մի թթու խոսք էլ երբեք չասեց, պարզապես մի բան կա, որ տատի սրտին շատ է կպել։ Սիրելի Գուրգենը օրիորդական ազգանունը փոխել է, թե բայմ կնիկը պիտի Դավթյան գրվի, ոչ թե Չիչակյան։ Սա Գուրգենի խոսքն էր, որ ինչ խոսքան Ռիման չէր համարձակվի հակառակվել։ Անհասկանալ գնացինք ԶԱԳՍ, ոստին գրեցին իմ մարտնաստավ, գրեի Դավթյան Ռիման։ Ես դրանցս լիզուս կապոք գրեցին, իմ ազգը Չիչակյանա։ Բայց կուզեիք մնաք ձեր օրիորդական ազգանունով։ Որ ես խելք ես էլ կուզեի, բայց ես խելք չէ, ընդով դերլախակի, ինչ ասեին են էլ լսեի։ Դե կասեի խես քո ազգանունով գրում, թող ես իմ ազգանունը ունենամ, դու էլ քո ազգանունը։ Միզադն էլ ամենած ոչ է դա Չիչակյանը հետ չլավ մնացի Դավթյան։ 2 տարի կես իմ պատմոնից խոսքն մնացել եմ։ Պարտադիր չէր իմ տեքրս բանակումներ, իմ պատրոնն լավ մարդ էր շատ։ Որ խոսեի ոչ ասավ դե միջև սուրիկի գալ խոսիլ չտիս։ 2 տարի կես մնացել եմ անխոսել, ռեդուց խոսել եմ։ Այսքան արատավոր երևույթների հետ մեկտեղ տատը չխոստովանել չի կարող։ Հիմա կրթության գնալն էլ առաջնային մի բան է դարձել, մի տեսակ ավելի հասանելի բոլորին։ Իսկ իրենց ժամանակ դրա մասին մտածել անգամ հնարավոր չէր։ Ինստիտուտը որտեղ, իրենք որտեղ, ով տաներ, ով բերեր, որտեղ ապրեր, ինչով։ Հաց հիմա իմ մտածեի, որ գնալ տեմ գորդեն տեմ մի կտոր հաց ուտել։ Դրա մա մտածեի։ Ստոնով սովորել մա մտածել։ Չէ, կարալ չէ սովորել։ Մենակ հացին ասեի գնամ տուն իմ մեր հաց բերածել հաց ուտեմ։ Սովորել իմ չեն էր պետք սոված փոյն սովորել կլեր։ Սոված փորում կարաս դու սովորես սոված լես։ Հա դե մտքով ասենց բայց էլով ինձ ընդի կասեր արի սովորի։ Էլով կասեր։ Հա դե կա ամեն ինչ ունեն բոլ ամեն ինչ կողն ունեն իմ պատրոնը ամեն աշունք մի կողմ ուրթել տեր խարում են գեդես վրնա էփեր կասրուլ կենասենք վեդրով եղհալենք վրինացենք քարոցենք սաղը ծմերը այդ բանն ուտենք գարումեն ուտենք Սովորելու մասին խոսք չկար, անգամ ամուսնությունից հետո, թեպետ ամուսնու ընտանիքը հարսին ի վիճակի էր ուսման տալ, բայց քանի որ էտելացությունը, հարստությունը պահել ու պահպանել էր պետք, ու այնպես չէր, որ Ռիման նստեր ոտը ոտին գցեր, մեկը երկուսն էր դառնալու, պիտի սար, հանդ ու չոլաներ, շաղին ու անձրևին կիթ ու կթան աներ, ձեռքերը մաշեցներ, որ Դավթյանների տունը շենացներ։ Սարի սիրունյար, սարի մեխակ բեր Չէ ինչ մեխակ, սիրո կրակ բեր, էտ էլ կուխատ էր։ Ձենս կտրել եմ, հատել եմ, ձենս լավ երկել եմ, իմ աղջկեք իմ կորն են գծել։ Վաղ էր որ երկեի մի տարի, իմ պատրոն դրանը անջակ տնել էսելել, վրտուն մտավ ասավ, մալադեց Ռիմա, ինչ էլ լավ ես երկում։ Բայց ես որ գիտացել ինը դրանը երկել չէի, կամանչեի։ Հիմա էլ է կամաչում որ երկել։ Այո, հրաքոթուկ ենք գնացել,
Շատ երկար ժամանակ, մի 10-15 տարով գնացել ենք ես ու իմ ամուսինը գնացել ենք, ապրանք պահել, ամեն ինչով տեղը, իմ կեսուրը մահացել, արդեն սարուր ես եմ ելել, իմ երեխան ցվակել, իմ թորնել, հավաքել եմ գնացել Սարը, Սարը ջուրը կար, ծաղկն կար, խոտը փոլ կար, տավարը ռացեր, կաթը լիքը գեր, գտենք, քամենք, սմետանանենք, գեղը ղրգենք, ընդել կարաքանենք, գարունքը գալիս, աշունքը գալիս, բերենք, լիքը, 18 կովեցան, ամեքը 5 լիտրը կաթ տեին, պատկերացլո, այդ քան կաթը ոնց կթեի, դե ես ուժ ունեի, կարեի, կարտոփ ցանենք, ընդիս բան ենք շինել սեյտկով, միջև 3 տոննա կարտոփ ենք հանել ընդել, 3 տոննա, շատ վաղտ մեշոք չենք տել, լավ է բարձած բերեին, համի սար չկա, համի մեր սարը մանդով 40-50 տնտեսություն կար, համի 3-4 կա, Լի ու բոլ տարիներ էին, որ անցան գնացին։ Ճիշտ է, այն ժամանակ գումար չկար, բայց ապրուստ ինչքան ասես։ Հիմա էլ հրեն հանդիպակաց սարերը լի ապրուստի տեղ են։ Միայն թե էլ այդ ապրուստը հավաքող չկա։ Ասում է տատը ու հիշում, երբ աշնան գլուխ սարերից այդ ապրուստը իրենց լեզվով խուդը իջացնելու վաղտն էր գալիս, գյուղում իսկական քեֆ ուրախություն էր լինում։ Բժանեի, վերեի, մքիչ ձերս բացոք մինեմ էլի, որ հրևանս ունել ոչ կիլանոց բանկով, կարակտեի, պաներտեի, ջիլտեի, ասեի ունեն ոչ, մարդ կա, ուզում չի տան, բարդ էլ կա, ուզում տա, ես իմ պատրոն ունեի, լավ մարդ էր, ասեր ավելա, ավլուկը, ուրցը, ուրշից ուզել չեն, վրի բան չի կա փռած, գնա դու հանդից կաղեբ էի, իսկ պանիրը յուղն ասեր կարաստաս, քանի որ ամեքի շնուկ չի, կովը պհեն, Ու հենց այդ սարերի մաքուր անարատ կյանքն էր, որ Ռիմային օրծերության 89 տարեկանում էսպիսի կրկիտ կյանք պարգևեց։ Հիմա էլ Ռիման հազար ջահելից ջահել է էփում թափում անում ու դնում է, համ ինքն է երջանկանում, համ էլ բոլորին երջանկացնում։ Առողջ չեմ ելել, ցին ձյավորից վերբերող եմ ելել։ Առողջ չեմ ելել, ազիր չեմ։ Այդ ո՞րն է տատիկ։ Որը ձյով գնում են բան տանում, Ինո ես շլակով եմ բերել նրան։ Բայց լավ է պահպանվել էլի։ Պահվել եմ, երեխեք ունեմ ինձ պահել են։ Առողջությունը գիտես երբ արվում, որ դու լավ ապրում ես, մեծանում ես, լավ էլ երեխեք ունես, դրանով։ Էլ դրանից տիվեր լավ բան չկա։ Լեզուս մը շատ չհաչիկ, միայն ինֆակտ ախպել, բայց լավ երեխեք ունեմ, լավ ապրել եմ, շատ ընտիր։ Հմել պարքասու, մեծացել եմ, ավել եմ լավ ապրում, դրամ էլ լավն եմ։ Այ ասում են, այդ տարիքում հանգստությունը, հարստությունը հենց Ռեխանցումն է, եթե լավ ռեխա ունես, լավ հարգված ես, ամենալավ սիզոնն է տա։ Չէ, այնպես չի, որ եթե ինքը լավը չլիներ, պիտի սիրվեր ու հարգվեր։ Լավ սկեսուր է եղել, չխոսող, չխառնվող, կարևորը չբամբասող տան խոսք ու զրույցը հարևաններին չպատմող, հարցներին էլ երբեք սկեսուրություն չի արել, աղջիկ է ընդունել ու աղջկապես սիրել։ Մի մարդիկ կան աղջիկ չեն, հարցների հետ խոսում են գնմեստին ընստինդի ասում, որ սհելա, եթե քու մեջ կա, այդ չասելը, ոչ մի բան է, իմ հարցնից սպանել տան ես դրանն ասել չեմ, սկացար։ Ռիմա տատը մեկ էլ մի բանի հետ է անհաշտ, խոսող ու անսասան, ջահելները հիմա ամուսնանալ ընտանիք կազմել չեն ուզում, բայց թե ամուսնանում են մեկից ավելի երեխա ունենալ չեն ուզում, սիրտը ցավում է ինքն էլ չամուսնացած թոռներ ունի, որոնց համար հարսնացումներ է փնտրում։ 20 տարի անց ասեն տանը մնացած է, հիմի 20-25 տարի, 30 տարի էլ կա, որ կենում են, ասում չեն տանը մնացած ենք, ասում են կամուսնանանք էլի։ Ինչ տին կայանալ, ինչ տին անել, որ կայանան, ոսկի տին գդնուլ։ Են ով գդելա, ով գդել չտենցել գնալ տին, քան երեխա ունիս, թու, քան երեխա ունիս աս, էտելա քիչ, տղա, աղջիկ, աշխարի ամենաբախտավոր մարդն է, ով աղջիկ ունի։ Ես երկու աղջիկ ունիմ, երկու տղա, լավ տղեկ ունիմ, դեպ են մինը բաժանալա վերդեա, նեք ճնան չես ազից։
Իսկ ամենակարևոր ցանկությունը ռիմատատի, որ խաղաղություն լինի ու հարատև լինի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։